Բարև ձեզ։ Այսօր եւս զրուցելու ենք ձեզ հայտնի մարդկանցից մեկի հետ, բայց ձեզ համար անսովոր թեմաների շուրջ։ Ես Զենֆիրա Քալաշյանն եմ եւ իմ այսօրվա հյուրն է քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ես էլ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ հուսամ մեզ հետաքրքիր զրույց է սպասվում, Տիկին Փոստանջյան։ Մեր զրույցի սկզբում զրույցը սկսում ենք խոսելով մեր հյուրերի մանկության տարիներից, իրենց ընտանիքից, իրենց մանկությունից ու մանկական հիշողություններից։ Մեզ կպատմեք ձեր մանկության մասին։ Ինչպես երևի շատերը ունեցել եմ հրաշալի մանկություն, միշտ մրցակցության մեջ եմ եղել ինձանց ավագ եղբայրների հետ, ես մեծացել եմ մի ընտանիքում, որ ինձանից մեծ էին իմ հորաքրոջս տղան, հորաքրոջս աղջիկը եւ իմ եղբայրը եւ հատկապես իրենց հետ էի, ես տղաների հետ էի մրցակցում։ Այսպես ասեմ, որ այնպես է եղել, որ ինձ իմ հայրական տանը շատ են եւ ընդառաջել եւ ամեն ինչ թույլ տվել, որ անեմ, երբևիցե արգելքների չեմ հանդիպել, ամեն ինչ ինձ համար խրախուսվել է, պայմանները այնպեսին են եղել, որ ես շատ թույլտվությունների միջավայրում, ինձ ամեն ինչ թույլատրված է եղել, այդպիսի միջավայրում եմ մեծացել։ Տան փոքրն եք եղել։ Փոքրը չեմ եղել, ինձանից փոքրն էլ կա, բայց քանի որ այդ շրջանում ավելի փոքր է, ոնց որ ես էի, ինձ ամեն ինչ թույլատրվում էր, այսպես կարող եմ ասել։ Անկամ փոքր չարաճճությունները երևի ուրախացրել են բոլորին։ Տիկին Փոստանջյան, ինչով եք սիրում զբաղվել, նախասիրությունները։ Դե գիտեք, փոքր տարիքում եւ դպրոցից գալուց եւ բակում ես խաղացել, բակում ես ընկերներ ունեցել, ընկերուհիներ, այդ բոլոր խաղերին մասնակցել եմ եւ նաեւ սպորտով եմ զբաղվել, լողի եմ գնացել, ոնց որ բոլորը երևի թե իմ տարիքի մարդիկ, ովքեր որ երևանցի էին կամ Արաբկիր համայնքի բնակիչ էին, այդ համայնքի բոլոր այսպես բակերի տարածքները գիտես, քանի որ նաև ունեցել ես հարազատներ, որ ապրել են այս կամ այն շենքում, երբ քարոզարշավի էին գնում եւ այնտեղ դե հին բնակիչները, ովքեր որ գիտեն քեզ, ասում են մեր երեխեն ա, մեր աղջիկն ա, մեր հետիս քարոզարշավի մասնակիցները ասում են, բա որտեղից գիտեմ, ասում են սա իմ հորքուրիս բակն ա, այստեղ իմ քեռուս տունն ա, այստեղ տատիկիս տունն է, այստեղ իմ հայրական տունն է, այստեղ իմ տունն է, այսպես միջավայրը այն ժամանակ բացարձակ այլ էր, բոլորը բոլորին ճանաչում էին, հին բնակիչներ էին, վստահում էին միմյանց, այո, հին հարևաններ էին, հիմա շատ է փոխվել, նույն շենքում դու կարող է տարիներ շարունակ չիմանաս, թե ովքեր են քո հարևանները, որովհետև անընդհատ շարժի մեջ է, անընդհատ փոփոխվում են, շատ բան փոխվեց, շատերը գնացին, շատերը լքեցին Հայաստանը, իրենց տները, իրենց միջավայրը, տեղ եկան նոր մարդիկ, նորերը չհարմարվեցին, նորից գնացին, հետո նորերը եկան, հիմա մենք տեսնում ենք նաև դեմոգրաֆիական փոփոխություն, երևի կյանքն է այսպիսին, բայց այն ինչ որ եղել է իմ մանկության մեջ, ես կցանկանայի դա ունենային այսօրվա բոլոր մանուկները, ես կուզենայի, որ իրենք ապրեին այն մանկությունը, որը ես եմ ապրել։ Ձեր պատմածից կարելի է ենթադրել, որ ձեր բնավորությունը հենց այդ տարիներից է ձևավորված եղել ու նաև այսպես արտահայտվել մեծ տարիքում։ Ինչպիսին էր դպրոցական կյանքը։ Դպրոցը ես սովորել եմ Իսակովի անվան 132-րդ դպրոցում, դա այն ժամանակ համարվում էր ռուսական դպրոց, մի հրաշալի դասարան էր, 10 տարի մենք ուսանեցինք մի դասարանում եւ այդ կրթական համակարգը դա հրաշալի կրթական համակարգ էր, այն ինչ որ հիմա է, դա բացարձակ տարբեր է եւ լավ համակարգ չէ, ինչ որ ես տեսնում եմ իմ երեխաների հետ կապված, մասնավորապես իմ փոքր աղջկա հետ կապված, այսինքն կրտսեր
երեխաս այս բարեփոխումների ձևաչափով է անցնում եւ այլ ինչ որ միջին դպրոց, ավագ դպրոց եւ այլն, ես չեմ կարծում, որ սա ճիշտ համակարգ է եւ արդյունավետ է կրթական ցենզի համար, ընդհակառակը սա հետադիմական է եւ ընդհանուր առմամբ նաեւ որպես համայնքի ներկայացուցիչ ինքը լավ դաստիարակություն չի փոխանցում։ Ամեն դեպքում շատ լավ էր, որ մենք 10 տարի մի դասարանում էինք սովորում եւ իմ 10 տարիների ընկերները, ընկերուհիները, այդ դասարանի միջավայրը, դասատուները, նույն դասարանը, նույն դասղեկները, դրանք բացարձակ ես չեմ ուզում թերագնահատեմ այսօրվա մեր մանկավարժներին, բայց այն ինչ որ մենք ենք ստացել մեր դպրոցներում, դա ես կարծում եմ շատ լավ էր։ Գերազանց էր եւ հենց դրանով էր նաեւ պայմանավորված, որ մենք ունեինք նաեւ ավելի լավ հասարակություն եւ այսօրվա այս դպրոցի թերի լինելը նաեւ անտարբեր հասարակության այս պտուղները, որ մենք տեսնում ենք, նաեւ դրանով է պայմանավորված։ Համաձայն եմ ինչ որ առումով ձեզ հետ, Տիկին Փոստան ջան, խոսենք մասնագիտության ընտրության մասին։ Իրավաբանությունը ընտրել եք որպես մասնագիտություն, ինչը բերեց ձեզ այս մասնագիտության ընտրությանը եւ հետաքրքիր է ձեր բարագայում հաճախ տեսնում ենք մարդիկ, հատկապես քաղաքականության մեջ այսպես ակտիվություն ունեցող մարդիկ, իրենք մի մասնագիտությունից մեկ այլ մասնագիտություն են այսպես գնում, տարբեր մասնագիտություններում են իրենց փորձում, ձերը կարծես թե հավեր իրավաբանությունն է, ինչը ձեզ բերեց այս մասնագիտություն։ Դեք, ես կարծում եմ, եւ իմ ընտանիքի մեջ էլ եմ այդպես հիմնականում տեսել, որ շատ կարևոր երկու մասնագիտություններ կան, որը մարդուն օգնում են, երբ մարդը գտնվում է նեղ վիճակում եւ փնտրում է ցավի հեռացում։ Մեկը պայմանավորված է ֆիզիկական ցավով, դա բժշկի մասնագիտությունն է, որը մարդուն օգնում է, որ այդ ցավը նվազի, չեզոքանա, անհայտանա, դադարի։ Իսկ մյուսը դա իրավաբանի մասնագիտությունն է, որը օգնում է մարդուն, որ ինքը խեղդվում է այդ անարդարության ցավից։ Եվ ինչ որ տեղեր խախտված իրավունքները նույնպես ցավ են։ Եվ հետևաբար այս մասնագիտության մեջ դու կարող ես միայն քեզ դրսևորել այդ ասպարեզում։ Ինքը շատ կարևոր մասնագիտություն է եւ նույնպես հասնում է մասնավորապես փաստաբանը այս մասնագիտացումը իրավաբանության մեջ դա այն գործիքն է, այն հասանելի ուժն է, որը օգնում է մարդուն այդ իր դժվարին վիճակում հաղթահարել եւ ցավը եւ դժվարությունը եւ ինչու՞ չէ արդարության հասնելու տենչը։ Դա նույնպես շատ կարեւոր է, որ դու տեսնում ես ամեն մի գործ չէ, որ ես կվերցնեմ նույն, ես կարող եմ նաեւ փաստաբանության մեջ դա էլ է շատ կարեւոր կատարել ընտրություն։ Իհարկե մենք երթում ենք տվել, որ պետք է պաշտպանենք մարդու իրավունքները, շահերը, դա մեր մասնագիտությունն է, բայց նաև եթե դու հանրային պաշտպան չես, դու ինքդ ես ընտրում, օրինակ ում պաշտպանես, ում անձին չէ, ում իրավունքները, եւ այդտեղ նաև շատ մեծ տարածություն է, որ դու քո այդ արդարության տենչդ կարող ես սպառես, բավարարես, հասնես դրան։ Դա շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Գիտեք, անընդհատ ոնց որ դու դրանով զբաղվես եւ չհագենաս։ Դա շատ եւ բոլոր այն մարդիկ են երջանիկ, ովքեր որ իրենց կատարած աշխատանքից հաճույք են ստանում եւ անընդհատ փնտրում են այդ աշխատանքը անընդհատ իրացնելու, այդ տենչը նրանց մեջ անընդհատ ապրում է։ Երջանկության գաղտնիքներից մեկն է կարծես է, այո, իրավաբանությունը, փաստաբանությունը դա մի տարերք է, որը քեզ ամբողջությամբ կլանում է, տանում է եւ հաճույք է պատճառում եւ ոչ միայն քեզ, այլ նաեւ ում որ դու օգնում ես, դա էլ է շատ կարեւոր։ Գիտեք, երբ մարդուն դու տեսնում ես օրինակ բանտախցում, քանի
դրան հետևում եւ մեկ էլ դու այդ դուռը բացում ես քո մի հատ փաստաթղթով դուռը բացում են եւ ասում են դե գնացեք դուք ազատ եք դե դա ինչ մեծ բավարարվածություն է եւ հենց այդ մարդու համար եւ քո համար որպես դերակատար դռները բացողների համար իրենք էլ են ուրախանում իհարկե շատ դժվար է այսօրվա մեր իրականության մեջ բայց ամեն դեպքում դու պետք է անես այն գործը, որը քեզ հաճույք է պատճառում։ Ես կամ մարդիկ, որ ստիպված են անում գործեր, որպեսզի գումար վաստակեն, ես համենայնդեպս այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որը շատ եմ սիրում եւ որը ինձ հաճույք պատճառում է։ Ամեն անգամ, ամեն մի գործ իր հերթին ինքը այսպիսին է, որովհետև դու վերցնում ես այն գործերը, որը քեզ հոգեհարազատ են եւ վարում ես այդ գործերը ամբողջությամբ տրվելով այդ գործի բուն էությանը, որպես փնտրում ես ոնց անես, օրինակ ես մի բանն է փորձեմ, սա է փորձեմ, գիտես որ նույնպես որ պատի դիմաց ես կանգնած, որը հնարավոր չէ կոտրել, բայց ասում ես չէ, միգուցե սա փորձեմ ստացվելու է։ Եվ հենց այդ բունքով դու աշխատում ես։ Դուք ասում եք, որ ընտրում եք գործը, որը ձեզ հոգեհարազատ է։ Ինչ ասել է հոգեհարազատ է։ Տեսեք, հոգեհարազատ է օրինակ այդ հանիրավի մարդկանց խախտված իրավունքները։ Տեսնում ես, որ ամեն մեկի դու չես կարող ամեն մեկի իրավունքը ներկայացնես։ Դու պետք է զգաս, որ դա քոնն է, թե ոչ։ Այդ հավատակ Այո, հավատաս, անպայման նաև պետք է հավատաս։ Օրինակ, որ ես շատ երիտասարդ էի, այդ մատաղիցի գործը հանրահայտ որ կար, ինձ դիմեցին եւ ես երբ պատմեցին ինչումն է գործի էությունը, կար 2 սպանված զինվոր եւ 3 մեղադրյալ, 3 մեղադրյալներից մեկի մայրն էր ինձ դիմել իր պատմածով, որ ամեն ինչը սարքված է եւ խնդիր կա պաշտպանելու, ես ասացի, որ շատ լավ, ձեր պատմածը ես հասկացա, բայց ես պետք է առաջի հերթին զրուցեմ ձեր որդու հետ, նայեմ նաեւ գործի որոշ փաստաթղթեր, որից հետո ես կասեմ, ես կարող եմ ձեր տղայի իրավունքները, շահերը պաշտպանել, թե ոչ։ Եվ գործի մի քանի հանգամանքներ գիտեի եւ փաստաթղթեր էի ծանոթ, ուրեմն 2 զինվորները ծեծված սպանված էին եւ առաջի անգամ երբ տեսա իմ պաշտպանյալին եւ նրանց ֆիզիկական տվյալները սպանվածների, մեկը եղել էր կարատեիստ եւ բավականին արդեն լուրջ նաեւ մրցանակներ ուներ, սպանվածներից մեկը մյուսը հաղթանդամ եւ այլն իրենց ֆիզիկական տվյալները եւ երբ առաջի անգամ տեսա իմ ապագա պաշտպանյալին ուրեմն ձեռքի ոսկորների բարակությունը եւ ընդհանուր ֆիզիկական տվյալները այնպեսին էր որ արդեն ինձ համար պարզ էր որ հնարավոր չի որ այս տղան կարողանա այո 2 հոգու ծեծելով սպաներ ծեծված սպանված այսինքն ակնհայտ էր որ դա հնարավոր չէ որ ավելի շատ իրեն կարող էին ծեծեին ջարդեին եւ այլն քան ինքը այսինքն արդեն սա մի դրվագ է որ ես ինքս իմ մեջ ձևավորվեց համոզմունք որ բացարձակ այդպես չի եղել այդ երիտասարդների սպանությունը սա այլ բան է եւ հետագայում որ արդեն գործի մանրամասներին եւ այլին դու ծանոթանաս ասես անընդհատ ոնց որ լիցքավորվում ես որ ես ինչքան անարդար են ուրեմն դու պետք է հակահարված տաս եւ այլն ուսանց պայքար է տեղի ունենում երկար պայքար շուրջ 3 տարի որից հետո ցմահազատազրկումը փոխվում է դառնում է արդարացման դատական ակտ բայց դա պայքար է եւ այդ պայքարում դու ես ուրիշ որակներ ձեռք բերում բայց դա հոգեհարազատ պայքար է իսկ եթե դու իմանաս որ իրապես ինչ որ մեկը նաև ծեծելով մի խոցելի մարդու սպանել է, դու արդեն այդ սպանվածի շահերն ես ուզում ներկայացնես։ Հասկանում եք, այսենց է փաստաբանությունը այդպիսին է։ Եվ այստեղ էլ մյուս մոտիվացիան է առաջանում, որ ինչու է
տվյալ անձը ծեծելով ժամեր շարունակ, օրեր շարունակ ինչ որ մեկին սպանել եւ չի պատժվել եւ դու ուզում ես այդ մասով արդեն պայքար տանել։ Խոսենք ձեր ընտանիքից, ինչպես եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ամուսնուս հետ ծանոթացել եմ իմ կուրսից մի տղայի ծննդյան օրը, այդ միջոցառման ժամանակ պատահական ինքը իր ընկերոջ հետ ընկերնել այդ մեր կուրսացի տղայի ազգականներ, տենց ոնց որ պատահական այդ նույն ռեստորանում էր, այդպես ծանոթացել եմ։ Շատ երիտասարդ էի։ Եվ այդպես էլ շատ երիտասարդ տարիքում 20 տարեկանում ամուսնացել եմ։ Կարծես թե ամեն ինչ ներդաշնակ է ձեր ընտանիքում, ամենայն դեպս տպավորությունը միշտ այդպիսին է եւ ո՞րն է ներդաշնակ ընտանիքի գաղտնիքը ձեր։ Գիտեք, ցանկացած կին երևի թե գնահատում է, թե իրեն ինչպես են վերաբերվում ընտանիքում, այսինքն առաջինը այն տղամարդը ինչպես է, որը իր հետ պետք է ապրի կամ ապրում է, իրեն վերաբերվում։ Գիտեք, մշտապես ես ինձ զգացել եմ ապահով, այդ շատ կարևոր է։ Մշտապես զգացել եմ ցանկալի, մշտապես զգացել եմ իմ ցանկությունները հարգված տեսնել, եւ դա շատ կարևոր է։ Իսկ ամենակարևորը այն է, որ ինձ երբեք չեն կաշկանդել, սահմանափակել այն գործունեությունը, որը ես ցանկացել եմ ծավալել։ Դա շատ կարևոր է, այսինքն ինձ չեն փակել, ընդհակառակը։ Եվ իմ ամուսինը եւ իմ ամուսնուս նաեւ ծնողը, մայրը միշտ խրախուսել է, որ կնոջ նկատմամբ պետք է լինի այնպիսի վերաբերմունք, որ կինը ինքը բացահայտվի։ Շատ կարևորել է, որ կինը սովորի, խրախուսվել է սովորելը ոչ միայն իմ հայրական տանը, այլ նաև ամուսնուս հայրական տանը։ Դա շատ կարևոր է, որ ամուսնացած կնոջը օգնում են, որ ոչ միայն իր երեխաների խնամքը իրականացվի, այլ նաև ինքը զարգանա իր աշխատանքային գործունեության մեջ, իր կրթական գիտելիքների այդ կրթական ցենզի բարելավելու մեջ, զարգացնելու մեջ, որովհետև մեր ընտանիքներում ընդունված է, որ անկախ նրանից դու ստացար քո միջնակարգ կրթությունը, բարձրագույն կրթությունը, քեզ խրախուսում են, որ դու ավելին գնաս, դառնաս, ունենաս գիտական նաև աստիճան, այսպես եմ տեսել եւ դա խրախուսվել է ընդհակառակը չի խրախուսվել, երբ կինը չի աշխատում, երբ կինը չի սովորում, երբ կինը չի հետևում իր զարգացված այդ զարգացմանը, դա ընդհակառակը բացարձակ չի խրախուսվել։ Եվ սա է ամենակարևորը։ Այսպեսի մի միտք կա, ասում են ցանկացած կայացած ամուսնացած կնոջ հետևում, ով նաև աշխատանքում է հաջողում, միշտ կանգնած են տատիկները, ովքեր պահում են թոռնիկներին, եւ դա իսկապես մեծ աջակցություն է։ Այո, եւ իմ մայրիկս եւ իմ սկեսուրս այդ աջակցությունը ինձ լիարժեք ամեն ոնց ասեմ, նույնիսկ մի բան էլ ավել են տվել։ Ես այդ մասով եղել եմ միշտ ապահով եւ միշտ խրախուսված։ Տիկին Փոստանջան, այսպես միշտ հիացմունքով եք խոսում ու ես էլ եմ այդ ոգեշնչվում ձեր խոսքից, հա ձեր աշխատանքի մասին, մասնագիտության մասին, բայց եկավ մի բան, որ սկսեցիք զուգահեռ նաև քաղաքականությամբ զբաղվել, այդ գիծը ինչպես իրար զուգորդվեց ու որն էր գուցե այն գործը, որից հետո հասկացաք, որ այո, այս գործից հետո ես հասկացա, որ քաղաքականությամբ նաև պիտի զբաղվեմ։ Այնպես չի եղել, որ ես ընտրել էի քաղաքականությունը, ոչ, դա եղել է իրադարձություն, որում ես, չգիտեմ, այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում, ես դրանում համոզված եմ,
Բայց ես ներկայացնում էի ժառանգություն կուսակցության իրավունքները դատարանում եւ կուսակցության գրասենյակը փակ էր, դատական process-ի մեջ էր կուսակցությունը եւ այդ ժամանակ նաեւ իրենք պետք է մասնակցեին, կուսակցությունը պետք է մասնակցեր առաջի անգամ խորհրդարանական ընտրություններին եւ այդ ժամանակ ինձ պարոն Հովհաննիսյանը առաջարկ արեց մասնակցել իրենց հետ ընտրություններին եւ այսպես գիտեք շատ անսպասելի անպատրաստ կուսակցության գրասենյակի գույքը հարկադիր կատարման ծառայության միջոցով ոնց որ դուրս էին դնում այդ օրը, այդ ճանապարհին, այդ օրերն էր, որ մենք հասել ենք նրան, որ հարկադիր կատարման ծառայության միջոցով պետք է ստանայինք նաև կուսակցության հաստատքները, որը պահում էր այդ գրասենյակում, որը փակել էին, հանիրավի գրասենյակը փակվել էր, այդ օրը այդ գործընթացների մեջ էին գտնվում, այդ առաջարկ արվեց, որ պետք է արագ իրենք ներկայացնեն փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հետեւաբար իմ փաստաթղթերն են անհրաժեշտ, որ ուզում են, որ ես էլ իրենց հետ մասնակցեմ եւ դե ոնց որ շատ համապատրաստ, որտեվ ես երբեք որևէ կուսակցության անդամ չէի եղել, մտադիր չէի, որ դառնայի, եթե շատ երիտասարդ տարիքում, որ նոր էր կուսակցականություն, բազմակարծություն, բազմակուսակցություն խորհրդային այդ միության անկումից հետո առաջացել, միակ տեղը, որ կարող էր ինձ, ասպես ասեմ, ձգել, դա կարող էր լինել դաշնակցությունը, որպես ազգային կուսակցություն։ Մնացած առումներով ես կուսակցական այդպիսի նկարտումներ։ Այո, որովհետև ես ինքս ազատ մարդ եմ։ Ես չեմ կարող լինել մի կառուցվածքի մեջ, որտեղ պահանջներ կան, որը պետք է Տաղապարներ կան ինչ-որ։ Այո, որտեղ կլինեն ինչ-որ փակ տարածություն կամ էլ։ Այդպես որ եկա դե իմ հիմնական խորհրդատուն իմ հայրիկս է։ Ես շատ հարցեր կա, որ նույնիսկ քաղաքականության վերաբերյալ ճիշտ է հիմա հայրիկս երկնքում է, բայց ինչ հարց կար, որ ես իրեն եմ դիմել առաջնահերթ, իհարկե ամուսնուս հետ եմ խորհրդակցում, բայց ոնց որ ամեն ինչի պատասխանը միշտ հայրիկս ինձ գրքով էր տալիս, ասում էր վերցրա այս սա կարդա, այս մասը կարդա։ Ասեց դե եթե Ռաֆինը անհրավիրում, ամենայն դեպս եթե ուզում ես որ օգտակար լինես, կարող ես իրան օգնել կամ օգտակար լինել եւ բացի այդ իր հետ որ գնաս ինքը ազնիվ մարդ է, քեզ ոչ մի վնաս չի լինի այդ ճանապարհից։ Այսպես է եղել հայրիկիս խորհուրդը։ Այդպես բերեցի այդ տեղական կերպեր բնակության վայրից փոխանցեցի։ Հետո էլի ես փաստաբան էի այդ ժամանակ եւ իրենք պետք է արդեն դեռ կուսակցական չեմ, ուղղակի փաստաթղթերն եմ տվել, որ մասնակցենք ընտրություններին։ Եվ գնացել եմ Նուբարաշեն հրակատարողական հիմնարկ, այնտեղ իմ պաշտպանյալի հետ կապված խնդիրներ էին առաջացել եւ այլն։ Իրենք ասացին, որ պետք է Մարիոտում առաջի պրեզենտացիան անեն, անպայման կգաս այդ ժամին։ Մի խոսքով այդ ժամին չգնացի, չհասցրեցի գնամ, որովհետեւ այնտեղ խնդիրներն էր եւ այլն։ Եվ իրանք հրապարակել են ցուցակը եւ այդ առաջի համարների մեջ ցուցակում ինձ էր պարոն Հովհաննիսյանը ներգրավել։ Մասնակցեցինք ընտրություններին, մեզ ոչ մեկ չէր ճանաչում, ճանաչում էին Ռաֆի Հովհաննիսյանին, ժառանգություն անունն էլ լավ չգիտեին։ Եվ մեծ հաջողությամբ, մեծ հսկայական ձայներ հավաքելով ժառանգությունը իհարկե քիչ ձայներ թողեցին, բայց 7 պատգամավորով ներկայացավ ազգային ժողովում։ Եվ այդ ժամանակվանից դրանց հետո նոր ես որոշում կայացրեցի, որ այս մարդկանց հետ եթե գնում եմ ճանապարհ, ապա հատկապես այդտեղ տարածությունը բացարձակ կաշկանդվածություն չէր քեզ հաղորդում, ազատ տարածություններ, ազատ մարդիկ էին հավաքվածները եւ տարբեր տեղերից, տարբեր միջավայրերից
բայց բավականին ազատ եւ չունենալով այդ կարծրատիպերը կուսակցական եւ այլն, որոշեցի դառնալ Ժառանգություն կուսակցության անդամ։ Այդպես էլ եկա քաղաքականություն։ Եվ անդադ մեջս այդ վեճը լինում էր ճիշտ է լինել քաղաքականության այս բաց անծայրածիր օվկիանոսում, որտեղ դու չես պատկերացնում որտեղից է գալու հարվածը դեպի քեզ, թե լինել փաստաբանության մեջ, որտեղ դու ես հարձակվում, դու ես այդ քո թիրախդ պետք եղած ժամանակ ինչ ուզես անում այդ թիրախիդ հետ, իսկ քաղաքականության մեջ դու չգիտես որտեղից կարող են քո վրա հարձակվել եւ շատ հաճախ քո քայլերը պետք է շատ հավասարակշռված լինեն։ Իհարկե նույնն էլ փաստաբանության մեջ է, բայց այստեղ դու շատ տնօրենելու հնարավորություններ ունես, իսկ քաղաքականության մեջ ոչ։ Քաղաքականությունը դա նաեւ շատ բազմաշերտ է, բազմատարածք է եւ այդ բոլոր շերտերի հետ դու պետք է ունենաս հնարավորություն նաեւ կոնտակտ ունենալու, շփվելու, հասկացնելու, քո գաղափարին բերելու, քո գաղափարիդ համար իրենց հետ նաեւ որոշ չափի ինչ որ չեմ ասում ես ինչ գործունեություն, բայց գործնեություն ունենալու։ Իհարկե միանշանակ քո սկզբունքներդ պահելով, միանշանակ քո սկզբունքների, ծրագրի, գաղափարի համար պայքարելով ընդհուպ մինչև արճակատումներ, այդպես է քաղաքականությունը։ Եվ այդպես եկա քաղաքականություն, չգիտեմ որքանով է դա ինձ հաջողվել, այդպես եկա, հետո հասկացա, որ ամեն ինչն է քաղաքականություն։ Նույնիսկ այսօր մենք ինչ որ սնվում ենք, դա նույնպես քաղաքականություն է։ Եվ հիմա ես ամեն ինչի մեջ, ամեն ինչի տակը փնտրում եմ քաղաքականություն եւ այդ տեսանկյունից եմ գնահատում իրողությունները, դեպքերը, փաստերը, որովհետեւ հենց այդպես էլ կա, այսինքն ամեն ինչն է քաղաքականություն։ Հետաքրքիր է, ինձ մոտեցում է այսպես է, ես որպես լրագրող ասում եմ ամենտեղ ռոպագանդա է ու իմ վերլուծությունն էլ այդպես է, որ ինչ տեսնում եմ ռոպագանդա է, այսինքն ամեն մեկս մեր դիտանկյունից ենք հարցին նայում։ Տեսեք, դուք ասում եք ռոպագանդա, քարոզչություն, իսկ ինքը քաղաքականության ամենագլխավոր գործիքներից է։ Այո, զենքն է։ Եթե դու ուզում ես ինչ որ մի քաղաքականություն բանեցնես, ապա դու դա պետք է ունենաս հնարավորություն քարոզելու, որպեսզի քո գաղափարակիցները չշատանան եւ այդ քաղաքականությունը իրականացնեն։ Եվ մենք տեսնում ենք այսօրվա այս բոլոր տեխնոլոգիաները Facebook-ից սկսած, չգիտեմ ամեն ինչից, դրանք բոլորը անում են, այսինքն քարոզչությունն են իրականացնում։ Ինչու, որպեսզի իրենց քաղաքականությունը առաջ տանեն։ Միմյանց հետ փոխկապակցված։ Տիկին Փոստանջան, հետաքրքիր է, որ մերօրյա երիտասարդները, ավելի մեզանից երիտասարդ ցերունդը, գուցե շատ բան չի իմանա ժառանգության մասին, բայց մի ժամանակաշրջանում բոլորը գիտեին ժառանգությանը եւ կարելի է այսպես վստահ ասել, որ Հայաստանի պատմության ինչ որ հետաքրքիր հատվածն է, գույնն է եղել ժառանգությունը, ինչ էր ձեզ համար ժառանգությունը։ Ինչ դարձավ։ Գիտեք, ժառանգությունը իմ երիտասարդ դեռ, այսպես ասենք, նոր սկսնակ քաղաքական գործիչի ժամանակահատվածն էր կյանքի։ Ինքը շատ թարմ օդ էր, ես այդպես եմ իրեն գնահատում, շատ լավ թարմություն էր ընդհանրապես քաղաքական դաշտում, կարող էր ունենալ շատ լավ շարունակություն, բայց չդիմացավ, որովհետև ամեն դեպքում քաղաքական միջավայրը, իրավական միջավայրը, քաղաքական կառուցվածքը, այն ավտորիտար, որը կար, ինքը չէր թողնում զարգացում ապրել քաղաքական այդպիսի, ընդհանրապես մենք հիմա տեսնում ենք, որ ոչ մի քաղաքական միավոր կենսունակ չէ, ուր մնաց, որ ժառանգությունը լիներ կենսունակ։ Ամեն դեպքում շատ կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր լինի, կառուցվածք պետական, որը խրախուսեր քաղաքական կուսակցությունների գործունեությունը։
բայց մենք տեսանք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները չկայացան, ինչու չկայացան, որովհետև չկար նման պետական կառուցվածք, որը նպաստեր այդ կուսակցությունների կայացմանը, այդ ու նաև ժառանգությունը չկարողացավ այդ դժվարին ճանապարհը լիարժեք անցնել։ Միգուցե դա է պատճառը։ Դուք մեկնաբանեցիք, որ այն ժամանակ, երբ ընտրությանն էին մասնակցում, երբ ժառանգության ընտրությանն էր մասնակցում, հայտնի էր մեծ հայտնիություն ուներ Ռաֆֆի Հովհաննիսյանը եւ ձեզանից յուրաքանչյուրը այն պատգամավորները, ովքեր գնացին ազգային ժողով, ավելի պակաս հայտնի էին, ավելի քիչ մարդ իրենց գիտեր ու նաեւ ժառանգության շնորհիվ իրենք հայտնի դարձան։ Հետաքրքիր է, որ այդ մարդկանցից շատերի հետ, այսինքն գուցե նրանք նաեւ ովքեր չգնացին ազգային ժողով, բայց ակնհայտ ժառանգության հետ առնչություն ունեցող մարդիկ էր, հասարակությունը գոնե իրենց այդպես էր ընկալում, իրենց հետ շատերի հետ գուցե դուք արժեքային տարբերություններ ունեիք, հետո տարիներ անց մենք տեսանք տարբեր քաղաքական երևույթների հետ կապված տարբեր մոտեցում ունեիք։ Արդյոք ի սկզբանե դա այդպես էր, թե փոխվեց տարիների ընթացքում ու ինչ փոխվեց։ Գիտեք, իրենք դավաճանեցին ժառանգության գաղափարներին։ Այնպես չէ, ես չեմ դավաճանել։ Ես ժառանգությանը նվիրված եմ եղել, այդ գաղափարներին նվիրված եմ եղել, այսինքն ես որ գնացել եմ ժառանգություն, ինձ համար այդ գաղափարները, ես գիտակցված եմ գնացել։ Ես կարող ասեցի, պատմեցի ոնց եմ եկել քաղաքականություն, բայց երբ դարձել եմ ժառանգության անդամ, ես գիտակցված եմ դարձել։ Իմ գիտակցության մեջ էր, որ իմ համար շատ կարևոր էր վերջի վերջո իմ հայրենիքը այս քաղաքական ուժի ներքո, որը ճանաչում է իմ հայրենիքի զգալի մասի օկուպացված լինելը թուրքերի կողմից, Արցախը որպես իմ հայրենիքի կարևոր մաս, ինչպիսին է ճանաչում մարդու իրավունքները, այս ամեն ինչը ժառանգության ծրագրերի մեջ են եղել եւ երբ մի մանիֆեստ ընդունվեց, այդ մանիֆեստը շեղում էր թե մարդու իրավունքների հետ կապված հարցերից, թե մեր ազգային ծրագրերից, ես այդ ժամանակ ասացի, ես այլևս չեմ կարող համատեղելի համարել, որովհետև ես չեմ դրանից հրաժարվում, ես չեմ կարող դրանից հրաժարվել, ես չեմ կարող իմ պապերի ժառանգությունից հրաժարվել, ես իմ պապերի ժառանգորդն եմ։ Եվ այստեղ, որովհետև կար ինչ-որ պահանջ ճկունության եւ այլն, բայց իմ ծրագրի գաղափարի սկզբունքների մեջ ես չեմ կարող ճկուն լինել։ Դրանք միանշանակ են։ Արժեքները չեն ճկվում։ Այո, իրենք ենթակա չեն ոչ մի կերպ, այսինքն այս մասով ես չունեմ տեղ ոչ մի բանի ինչ-որ հետ նահանջելու կամ ինչ-որ զիջելու կամ բանակցելու կամ հապավելու, ոչ, այդտեղ չի կարող լինել ոչ մի հետ նահանջ։ Խոսենք ԵԽԽՎ-ից, երբ առաջին անգամ ելույթ ունեցաք, ինչ էիք զգում, պատասխանատվություններ, ուրախություններ, վախեր։ Գիտեք, մեր նման ինչ-որ մարդիկ են հավաքված, այնպես չէ, որ այնտեղ ինչ-որ մեզանից տարբերվող պատգամավորներ են, տարբեր երկրներ ներկայացնող, տարբեր ինչ-որ չափով մշակույթներ ներկայացնող, բայց այդ ամբողջ ԵԽԽՎ-ն նույն մեր քաղաքակրթական, այսպես ասենք, կոդի մեջ է, այսինքն մենք նենց չի, որ ինչ-որ տարբեր կոդերով մարդիկ էինք, նույն այդ թուրքերն էլ, որ իրենք, չգիտեմ, գենետիկ կոդով թուրք են թե ոչ, բայց համենայն դեպս թուրքա լեզու հանդես եկող պատգամավորներն էլ, իհարկե Աթաթուրք պաշտպանողներ կային, Ալիև պաշտպանողներ եւ այլն, սա այդպես է, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, որ ամեն ինչ լավ հասկանում են, այնպես չէ, որ չեն հասկանում։ Հետևաբար իրենցից որևիցե բան դու չունես վախենալու, պետք է հասկանալ, որ ունես դու ազգային շահ, դու ներկայացնում ես քո ազգային պատվիրակությունը
Եվ այդ ազգային շահի ներքո ամեն ինչ պետք է անես, որպեսզի քո ազգային շահը առաջ գնա։ Սա եմ արել եւ այնտեղ կարող էր ընկերանալ քո ազգային շահիդ հետ համահունչ ընկերներ գտնել, իրենց բացատրելով։ Երբեմն մարդիկ կային, որ այդ պահին քեզ հասկանում էին, համաձայն էին քո կարծիքի հետ, նույնիսկ քո փաստաթղթերի տակ կարող էին ստորագրել։ Մեկ էլ Ադրբեջանի դեսպանը այդ երկրում կարող էր այնպիսի աշխատանք տանել խավիարային դիվանագիտության տարերով, որ այդ մարդը մեկ էլ կարող էր 100% փոխվել, արդեն դառնալ ադրբեջանամետ։ Դա է կարող էր լինել։ Դա դիվանագիտություն է, մենք շատ եմ ցավում, բայց մեր դիվանագիտությունը լավ չի աշխատել այդ ընդհանուր ասպարեզներում։ Մեր դիվանագիտությունը միայն ընկած էր փակել իշխանության թերությունները, սխալները եւ խայտարակությունը։ Իրենց, այսինքն մեր դիվանագիտությունը հիմնականում Եվրոպայի խորհրդում դրան էր ուղղված, այլ ոչ թե նրան, որ շատ թույլ տարերով իհարկե կար նաև, որ մեր պատվիրակությունը լծված էր նաև մեր ինչ-որ ազգային խնդիրների հետ կապված հարցերի սպասարկմանը եւ մի այդպիսի դեպք ունեինք, որ իմ երեխաս նոր էր ծնվել, մի ամսական էր, պարզվեց, որ ես ասել էի, որ չեմ կարող գնալ, որովհետեւ երեխայի հետ ինձ հարմար չի, ես չեմ կարող կերակրում էի երեխային կրծքով։ Եվ պարզվեց, որ չէ, ես պետք է գնամ, որովհետև ես պետք եմ պատվիրակությանը եւ այնտեղ մի նախագիծ էին դրել թուրքերը եւ դրա դեմ պետք է առնեին ստորագրությունները էին պետք եւ այլն։ Եվ երեխայի համար նաեւ վիզա էր պետք։ Կազմակերպեցին ազգային ժողովը այնքան արագությամբ վիզան է տրամադրեցին եւ ես փոքրիկիս հետ մեկ ամսական եւ մյուս աղջիկս եւ պատվիրակությունը մեկնեցինք Ստրասբուրգ։ Մեզ հաջողվեց դեմ առնել այդ թուրքերի դրած այդ նախագծի բանաձևի։ Երեխային նայեցին, այդ թվում նաեւ երեխայից նայել է Էստերը Մկրտումյան եւ Հերմինեն Նաղդալյան։ Ես իրանց մոտ եմ թողել, գնացել եմ ստորագրություններ եմ հավաքել։ Այսպիսի դեպք էլ է եղել։ Իսկ ձեր ավագ դստեր կյանքի ամենավառ հիշողություններից է եղել դա։ Երկրորդ դստերս էր, մեկի ամենափոքրը։ Այո, երևին, որովհետև շուրջ 1 շաբաթ 5 օր էր աշխատանքային այդ օրերը, բայց հետո սենց ճիշտ է ոտքերը թոքնում էր եւ այլն, բայց հետո ամեն դեպքում քեզ լավ ես զգում, որ դու հաղթել ես, այսինքն մենք հաղթել էինք։ Մենք միասնաբար հաղթեցինք, որովհետև մեր համար յուրաքանչյուրի բերած ստորագրությունը կարևոր էր ու յուրաքանչյուրս աշխատում էինք։ Եվ դա կարևոր չէր, ես քանի հատ էի բերել, Հերմինեն քանի հատ էր բերել, կամ այն ժամանակ Արտուր Բաղդասարյանի կուսակցությունից մի պատվիրակ ունեինք, նա էլ մի տիկնոջից բերեց։ Մեզ համար դրանք շատ կարևոր էին։ Այսպես հավաքեցինք։ Շատ լավ կլիներ, որ դա լիներ մեր պետական ամբողջ քաղաքականությունը, բայց մենք այդպիսի պետական ամբողջական քաղաքականություն չենք ունեցել, որովհետև դա մեր դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության հիմնական մասը չէր կազմում։ Շատ եմ ցավում, բայց այդպես է։ Շատ կարող է։ Ուղղակի դրված էր սառեցված, որ մենք ինչ որ միավոր ենք, հա, Եվրոպայի խորհրդի անդամ ենք, այսքանով, այս չափով, այսքան ամբիցիաներով, բայց այդպես չէր կարելի։ Մենք պետք է ունենայինք մեր բոլոր նախագծերի հետևում կանգնած լուրջ քաղաքականություն, հատկապես որ մենք ունեինք այդ հնարավորությունները։ Այնպես չէր, որ մենք չունեինք, մեզ չէին կարող հասկանալ։ Այնպես չէր, որ մենք չունեինք պատիվ, հարգանք, ճանաչում, գիտեք, ինձ եւ դժվար էր եւ հեշտ էր։ Մենք ունենք Արամ Խաչատուրյան, մենք ունենք Շարլ Ազնաուր, նորից եմ կրկնում, եւ մեզ համար մենք ունեինք ներկայանալու եւ մեզ ընկերներ գտնելու, ճիշտ է, քաղաքականության մեջ
հիմնականում առևտուր է, բայց այսպեսի դիվանագիտության մեջ, որ մեր նման մարդիկ են, այդ մարդկանց հետ է պետք է լեզու գտնես, պայմանավորվելու կարողության պայմանավորվես, այո, նույն ռուսական պատվիրակության անդամներից մի տարիքով մարդ կար ռուս, շատ լավ սլավոնական ծագումով ռուս էր, այնքան լավ մարդ էր, իրենք կաշկանդված էին իրենց պատվիրակության ղեկավարությամբ մեր փաստաթղթերի տակ ստորագրեն, չստորագրեն, հատկապես ընդդիմության փաստաթղթի տակ ստորագրեն, թե ոչ։ Ինձ անընդհատ ասում էր, ու որ ես գնում էի հավաքելու, ինքը ոնց որ ներքուստ ուզում էր, որ այդ ասում էր, եթե հանկարծ մի հատ է չստորագրի, դու միշտ իմացի, այդ մի ստորագրությունը իմն է լինելու։ Բայց միշտ գնում էի, բերում էի, շատ էր լինում, ասում էր, դե տեսար, իակարիքը չէր լինում, բայց այդպիսի մարդիկ է կային։ Այսինքն այնպես չէր, որ մենք այսքան պետք է վատ վիճակում լինենք եւ այս խայտարակ վիճակը մեզ պատահեր, որը հիմա է։ Տիկին Փոստանջյան, ինչպես ստեղծվեց Երկիր Ծիրանին։ Գիտեք, այդ ընթացքում, որ տեսեք 17 թվականներ եւ պետք է համագործակցություն լիներ օրոդաշինքի հետ, որը ինձ համար օրոդաշին գումարած մանիֆեստ, գումարած ինչ որ ճկունություն եւ այլն, Ժառանգության շրջանակ։ այո, ինձ համար դա բացարձակ հնարավոր չէր։ Ես այդ ժամանակ, այդ պայմաններում ես դա չէի կարող։ Ինչ որ մի տարբերակ ոնց որ ինձ համար նաև քաղաքականության իմ ծրագրերը, այսինքն ինչ է մեր բոլորիս ծրագրերը, նույն ժառանգության ծրագիրը։ Տեսլականը։ Այո, այդ իսկ պատճառով որոշեցի գնալ այդ ճանապարհով, որը հենց այնպես չէր անունը դրված, անունը կարող է շատերի համար անհասկանալի լինի, այն մարդկանց համար, ովքեր որ գիտակ չեն, ովքեր որ շատ կրթությունը բավարար չէ իրենց։ Երկիր Ծիրանին դա աշխարհաքաղաքական քարտեզ է։ Դա մեր հայկական բարձրավանդակն է եւ հարակից տարածքներն են, այսինքն այդ գաղափարն է։ Եվ հենց այնպես չէ նաեւ ընտրվել մեր կարգախոսը դեպի Արարատ։ Այսօր տեսեք 7-8 տարի է անցել այդ ամենից։ Եվ այսօր ասում են, որ չէ, Արարատին պետք չէ նայել։ Այսինքն պատկերացրեք արդեն այդ 7-8 տարի առաջ այս ովքեր որ հիմա կան գոյություն ունեն, այդ իրենց հայտը արդեն իսկ դրված էր, այսինքն դա ոչ միայն 7-8 տարի առաջ էր դրված, դա նաև 30 տարի առաջ էր դրված, բայց 7-8 տարի առաջ արդեն ի հայտ էր գալիս, որ սենց պետք է լինի, այլևս վեկտորը քաղաքական եւ այլն, ոչ թե անկախություն պետք է լինի, ոչ թե դու պետք է ունենաս քո ազգային դիմագիծը, քո ազգային հերոսները, քո ազգային պատկանելությունը, քո ինքնությունը, ոչ, այդպես չի լինելու։ Դու պետք է լինես ինչ որ ամորֆ ներկայացուցիչ, առանց ապազգային, ինչ որ ասում են ես կոսմոպոլիտ եմ կամ չգիտեմ ինչ, դա բան գոյություն չունի։ Այդ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից հիմա Ռուսաստանը այլևս անդամ չէ, բոլորը ազգային պետություններ են։ Այդպես չէ։ Եթե դու չունենաս քո ազգային արմատները, դու չես կարող լինել աշխարհաքաղաքական ինչ որ ներկայացուցիչ, ամեն ինչ դրա վրա է հիմնված։ Եվ այսօրվա որ դպրոցից խոսեցինք, տեսեք իրենք ինչ են անում, ինչ որ մի փոքր դպրոց, հետո ինչ որ մի քանի տարի մի դպրոց, հետո ինչ որ ավագ դպրոց, իրենք քեզանից հանում են քո պատկանելությունը նաև դպրոցական տարիքից, այսինքն քեզ տարալուծում են, նույնիսկ այդ դա էլ է քաղաքականություն, տեսեք, որ ասում են, որ դու ընտրի քո սեռը, այսինքն դու քո ազգությունը, դու ծնվել ես այս ազգի ներկայացուցիչն ես, այսինքն դու ծնվել ես կին կամ տղամարդ, դու ո՞նց ես դու հետո գայում պետք է ընտրել, ոչ, քո համար արդեն իսկ ընտրված է, դա ընտրել է բնությունը եւ Աստվածը, եւ այդտեղ դու իրավունք չունես միջամտելու, հենց դա էր, որ ինձ դա խորթ է, ես իմ ազգային պատկանելության համար ուզում եմ ապրեմ, եւ ես դրանով եմ ապրում, եթե մարդ չունի ազգային պատկանելություն, այսինքն այդ մշակութային
շերտի կրողը չէ, ինքը չի կարող լինել լիարժեք մարդ։ Եթե դու չես հաղորդակցվում քո այդ ամեն ինչի հետ, ուրեմն դու կենթանու նման ես։ Կենթանի չէ, մենք չգիտենք կենթանու ուղեղը ինչ է ընկալում ամենայն դեպս, բայց ամենայն դեպս գիտենք, որ կենթանին չի ստեղծում եկեղեցի, չի ստեղծում մշակութային արժեքներ, հետո այդ մշակութային արժեքներին նայելով, հաղորդակցվելով դրա հետ, երաժշտություն լսելով, չնայած երևի կենթանիները երաժշտություն լսելուց իրենք էլ են փոխվում։ Հետևաբար ինձ համար, որ նույն Կոմիտասի երաժշտությունը, նույն մեր հայոց լեզուն, իմ հայոց լեզվի զգալի մասը արևմտահայերենը այսօր վտանգված լեզու է դարձել։ Ոսկեղենիկ հայերենը, այսինքն իսկ ինչու դա հատուկ կոդ է, դա հատուկ մտածելակերպ է, դրանով են մարդկությունը զարգացրել նաև։ Ինչու պետք է դա չլինի, իսկ իրենք ասում են հա կարող է չլինել։ Այսինքն այդ ժամանակահատվածը եկել էր այդ պահը, ավելի շատ դու որն ես, եւ ինձ համար այդտեղ չկար զիջում, դա պետք է լիներ հենց այդպիսին, այսինքն իմ աշխարհաքաղաքական ընկալումը, իմ ազգային ընկալումը, իմ ազգային քարտեզը, իմ ազգային պատկանելությունը, իմ ազգային բնորանը։ Երկիր ծիրանին է։ Այո, որտեղ դա ինքը աշխարհաքաղաքական մոդել է։ Հետաքրքիր էր մեկնաբանությունը, մինչ այդ ինձ համար այլ պատկերեր, այլ տպավորություններ անվան հետ կապված, հիմա ինձ թվում է մեր լսարանի եւս մեկնաբանությունը հետաքրքիր կլինի։ Ինչ կարգավիճակում եւ ինչ փուլում է այժմ կուսակցությունը։ Ոնց բացատրեմ, ներկայացված է Երևանի քաղաքապետարանում ավականու անդամ է, այսինքն Մայր Հայաստան դաշինքի կուսակցություններից մեկն է։ Սա քաղաքական, այսպես կոչված, մեր ներկայացվածությունը։ Ես դա չեմ գնահատում որպես ինչ-որ առաջընթաց, ընդհակառակը բավարար չեմ գնահատում, անբավարար եմ գնահատում, բայց մյուս կողմից էլ նայելով, որ քաղաքական դաշտը ինչ վիճակում է, որ որևիցե կերպ ոչ մի քաղաքական միավոր, հատկապես այսպիսի ողբերգական վիճակում գտնվող մեր պետության այս ժամանակահատվածում բոլոր քաղաքական միավորներն էլ սնանկ վիճակում են գտնվում։ Դա ցավալի է։ Եվ բացի սնանկությունից չկա հավաքական խնդիրներին, հավաքական լուծում տալու ցանկություն։ Բավական աղճատված, մեկը մյուսի նկատմամբ բավականին թշնամական տրամադրությամբ անբացատրելի է, հասկանում եք, ես ուզում եմ օրինակ հիմա այս պահին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քաղաքական հավատալներ են, գտնվում են բանտերում։ Մենք կին բանտարկյալ քաղաքական հայացքների համար մարդ ունենք։ Լիդիա Մանթաշյան, ես այդ կնոջը մի անգամ երևի տեսել եմ կամ չեմ տեսել, կարևոր չէ։ Բայց ինքը հաստատ Աբովյան քրակատարողական հիմնարկում չպետք է լինի։ Բայց մենք համապատասխան ջանքեր քաղաքական տեսանկյունից չենք կարողանում գործադրել։ Եվ ես ինքս այստեղ ինձ գնահատում եմ որպես անբավարար աշխատանք կատարող։ Այդ թվում նաև որպես կուսակցության ներկայացուցիչ։ Իսկ ինչպեսին եք պատկերացնում տեսլականը կուսակցության։ Այսինքն ապագայում դերակատարում ինչպեսին կլինի։ Գիտեք, ես հավատում եմ Մեծ Հայաստանին։ Այնուամենայնիվ, այս որ խոսվում է, այսքան որ Արարատը հանեք, Արարատը չնայեք, Արարատի մասին մի մտածեք, ես իմ մեր ընտրած կարգախոսին, դա իմը չի, իմ պապերը, որ գաղթել են Խարվերդի նահանգից, Փոքր Հայկից, Արաբկիրից, իրենց կարգախոսն է դեպի Արարատ։ Իրենք կարող էին մի մասը ցեղասպանությունից հետո ցիրուցան են եղել Հալեբ, Պոլիս, մի մաս գնացել են Միացյալ Նահանգներ, չգիտեմ, տարբեր տեղեր, բայց իմ պապերս, որ եկել են այստեղ, իրենք եկել են դեպի Արարատ։ Դա մենակ իմ կարգախոսը չի, իմ պապերից եւ շատերի պապերի կարգախոսն է։
Հետևաբար այդ դեպի Արարատն էլ ինքն էլ է մեծ տարածական տարածություն ներառող հասկացություն, դա միայն Արարատ լեռը չէ։ Հետևաբար ես հավատում եմ դրան։ Աշխարհաքաղաքականությունն է այսօր այնպես է տեղի ունենում, ճիշտ է, մենք ոտքի տակ ենք, էլի ոնց որ համաշխարհային պատերազմում մենք ենք ընկել այս ամեն ինչի մեծ միջին արևելք են ձևափոխում նոր քարտեզներ են, բայց ինչքան որ մեզ փոքրացրեցին, այնպես էլ մենք պետք է մեծանանք։ Մեր բնական տարածքների մեջ պետք է մենք մեծանանք, այդպես է։ Չի կարող այլ կերպ լինել։ Որևիցե մեկը չի կարող ինձ եւ իմ նմաններին, որը շատ են, չի կարող ասել, որ դու պետք է հրաժարվես դրանից, դա հնարավոր չէ։ Տիկին Փոստանջան, ձեր այս մեկնաբանությանը զուգահեռ ես նայում էի ձեր նախկինում տված հարցազրույցները եւ հարցազրույցներից մեկում կարծեմ 2019 թվականին ձեզ հարց են տալիս, թե ինչպիսին եք տեսնում ապագան, Հայաստանի ապագան 10 տարի անց եւ դուք նշում եք, որ ավելի մեծ տարածքներով, ավելի կայուն, ավելի այսպես նաև խոսում եք հայ-թուրքական հարաբերությունների մասին, Հայաստանի դիրքերի ուժեղացման մասին, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, բայց այսօր մենք փաստացի այլևս չունենք Արցախ եւ խոսում ենք Արարատի մասին, կարծես թե սկսում ենք ազգային կարևոր սիմվոլներից հրաժարվել պետական քաղաքականության մակարդակով, ոչ անձանց, ոչ ժողովրդի, այլ պետության վարած քաղաքականության արդյունքով։ Ու հիմա ըստ ձեզ ինչպիսին կլինի 10 տարի անցը Հայաստանի դեպքում։ Ես իմ հավատը չեմ կորցնում։ Սա կարող է չպատահել մեզ, այս ինչ որ մեր հետ տեղի ունենում, Արցախը կարող է չդատարկվել, բայց հաշվի առնելով այն ինչ որ հիմա տեղի է ունենում մեր սահմաններին, դեք շաբաթ կիրակի ես անցկացրել եմ Սյունիքում, ճիշտ է, չեմ գնացել հասել Կապան, Մեղրի չեմ եղել, բայց այնուամենայնիվ Սիսիան, Գորիս, Տաթև եղել եմ։ Եվ այն ինչ որ ես տեսնում եմ, եւ ինչ որ տեսնում եմ այս մի քանի տարիների ընթացքում, որ կառուցվել է, սա չի խոսում նրա մասին, որ լինելու է ինչ որ Ադրբեջան կամ չգիտեմ ինչ Ադրբեջան կամ Թուրքիա, ընդհակառակը, ամեն ինչ փոխվելու է։ Նոր աշխարհաքաղաքական միավորներ են ի հայտ գալու, որովհետեւ կյանքն է փոխվում, աշխարհն է փոխվում, այս նավթի գազի դարաշրջանն է ավարտվում, ուզեն, չուզեն, ամեն ինչ փոխվելու է։ Ուղղակի այստեղ գիտեք ինչ է, ես ինձ հիմա չեմ կարողանում ներել։ Մեր կորուստները մարդկային։ Մեր մարդկային կորուստները այն գենոֆոնդը, որ մենք կորցրել ենք, այսի մեզ աններելի է։ Սա ես նաև չեմ ներում նախորդ իշխանություններին, որովհետև իրենք գիտեին այս ամեն ինչի մասին, բայց այդ երեխաների կյանքերը չպետք է թույլ տային, որպեսզի այդքան զոհեր մենք ունենայինք։ Իսկ այս գործող ում որ պետք է բերեին, դրանք դա պետք է անեին։ Սա աններելի է, լինելու է, ես հավատում եմ, չի կարող այսպես մնալ։ Վերջի վերջո մենք հասկանում ենք, չէ, այդ Ադրբեջանին ով է, այդ ցեղերը ովքեր են, իրանց թույլ տվեցին, ասացին, որ իբրև թե դուք հաղթել եք, բայց իրականում նրանք չէին էլ հաղթել, չէ։ 2.5 շրջան ենք մենք պարտվել այդքան պայմանավորվածությունների հետևանքով։ Այսինքն այդքան պայմանավորվել են, բայց 44 օրվա մեջ մենք կորցրել ենք ընդամենը 2.5 շրջան։ Այդ մեր երեխեքը այսօր որ նայում ենք, չէ, հերոսները ոնց են կռվել։ Այսինքն այդ նույն կորուստը մենք կարող ենք վերականգնել, բայց մեզ թույլ չեն տվել, որովհետև այդպիսին է եղել պայմանավորվածությունները։ Հետևաբար, այսօր որ խոսվում է այսքան Արարատի մասին, եկեք չմոռանանք նաև հատուկ ծառայությունների կողմից հրապարակված քարտեզների մասին, այդ քարտեզները, որը գծվել են մեծ միջին արևելքի համար, այնտեղ այնպես չէ, որ Արարատը թողնում են թուրքերին, այնպես չէ, որ Թուրքիան չի մասնատվելու, մենք տեսնում ենք այսօր մեծ միջին արևելքում պետություններ, որը գոյություն չունեն, եւ դա նշանակում է, որ նույն Թուրքիային էլ է դա սպասում,
եւ այդ թուրքերը, որ այդքան հիմա ուզում են, որ ինչ-որ սահման բացեն, չգիտեմ ինչ անեն, իրենք մտածում են, որ այդ իրենց Քեմալա բոլշևիկյան դեռ սահմանը պետք է պահեն, չէ, չի լինելու։ Դա 100 տարի առաջ պայմանավորվածություն էր, այո, Քեմալի եւ բոլշևիկների միջև մեր հաշվին, բայց դա էլ է խախտվելու։ Գիտեք, երբ ռուսները եկել են այստեղ, Արևելյան Հայաստան, ինչպես են այդ բաները, ասում է հայերին պետք էր ինչ-որ մի բան, ոնց պետք է անցնեն Արաքսը եւ միացնեն իրենց հողերը էլի։ 4 անգամ Կարսը ռուսների հետ միասին ազատագրել ենք, հանձնել են։ Չենք մոռանում։ Բայց 5-րդ անգամ Կարսը ազատագրելու ենք, չենք հանձնելու այլևս։ Տիկին Փոստանջան, Չգիտեմ ում հետ դա կանենք, բայց մեր պատմության մեջ այդպես էլ է եղել։ Ես նաև sense մեկ գիտեք, եթե Արցախի այդ կորուստի ցավը շատ մեծ է, ով որ չի ճանաչում Արցախ, մեկ գիտեք ոնց եմ կարոտում Արցախ գնալը։ Եվ իմ ոնց բացատրեմ ձեզ, ես արցախցի չեմ արմատներով, չունեմ այնտեղ շիրիմներ, բայց այն որ ես չպետք է գնամ Ստեփանակերտ եւ մեր տղաների հուշաքարերին ծաղիկ չպետք է դնեմ, ինձ համար ոնց որ չգիտեմ ինչ են ինձանից խլել, այս գողացել, իրենք ինձ համար գողեր են, իրենք ինձ համար ցեղասպաններ են։ Եվ դրանց դու ոնց կվերաբերվես, աններելի է, չէ, իսկ եթե դու չես ներում, ուրեմն այնքան ուժ ունես, որ պայքարելու ես դա վերադարձնես։ Տիկին Փոստանջան, մամուլում հաճախ ձեր մասին գրում են անհաշտ ընդդիմադիր, ու այստեղ հարց է առաջանում ձեզ համար որպես քաղաքական գործչի, որն ավելի կարևոր են վերջնակետը, որին պետք է հասնենք, թե ճանապարհը, որով պիտի հասնենք։ Արդյոք երբեմն այդ ճանապարհի հետ անհաշտ լինելը չի խանգարում վերջնակետին հասնելուն։ Չէ, դու գիտես քո վերջ, այսինքն այն ինչ որ դու ուզում ես, դու դրան կհասնես։ Ճանապարհը երբեմն չկա, ճանապարհը դու ես բացում։ Այդ դա էլ է դժվար, չունես գործիքներ, որ բացես, բայց ստիպված ես ինչ որ մի բան հարմարացնես, դարձնես գործիք, համագործակցություններ, դարձնես գործիք, այո։ Գիտեք, որ ամեն ինչ պետք է օգտագործես այդ ճանապարհը անցնելու համար, այսինքն բացելու, նույնիսկ ճանապարհը դու քո համար չկա էլ այդ ճանապարհը, դու ես բացում այդ ճանապարհը։ Շատ դժվարությամբ ինքը քեզանից ժամանակ է տանում, բայց քանի որ դու գիտես որտեղ պետք է գնաս, ինչ ես ուզում վերցնես, ինչ ես ուզում ստանալ, դու այդ ճանապարհը սկսում ես ինքդ գծագրել, ինքը եթե չկա այդ ճանապարհը կամ հեռու է այդ ճանապարհով գնալը, ավելի կարճ ճանապարհ գտնել։ Կարևորը այն, որ դու գիտես ինչ ես դու ուզում, դա է կարևոր, թե չէ ճանապարհներ դու կգտնես։ Գիտեք, երբեմն ասում են ամենակարևորը փողն է, որ մի բանի հասնես, իմ այդպես չի եղել։ Ինձ համար ամենակարևորը այն է, ես ինչ եմ ուզում։ Գաղափարը։ Եթե ես մի բան ուզում եմ, միշտ փող գտնվել է դրա համար։ Դա էլ է շատ, այսինքն ոնց որ քեզ օգնեն, հասկանում ես, նույնիսկ այդ փողը ինքը ամենաերկրորդականն է լինելու։ Եթե դու չգիտես ինչ ես ուզում, ինչքան է ուզում փող ունենաս, միևնույնն է դու եթե չգիտես ինչի համար է քեզ այդ փողը պետք, իսկ եթե դու գիտես, այդ փողը կգտնվի եւ ավելի ամենաքիչ գումարով դու կարող ես հասնել այդ քո ուզածիդ։ Տիկին Փոստանջան, ասում են իրավաբանության մեջ կարևոր են փաստերը, այսինքն որոշվում է ամեն ինչ փաստերով, քաղաքականության մեջ հույզերով։ Ձեզ համար փաստերն են ավելի կարևոր թե հույզերը։ Գիտեք, փաստերը իրենց հերթին, բայց ճիշտ են, որովհետև քաղաքականության մեջ 51%-ը դա ձևական կողմն է։ Նոր մնացած այն 49-ը բովանդակային է։ Այսինքն
հույզերը նույնպես շատ կարևոր են։ Կարող է նույն բովանդակային մասով դու զինված լինես, բայց հույզերը այնպես դասավորվեն, որ այդ բովանդակությունը չանցնի։ Այո, 51%-ը հույզերն են, փաթեթավորումն է, ձևական կողմն է, նույնիսկ իրավաբանության մեջ, այսինքն պրոցեդուրալ առումով, եթե այդ 51%-ը չես ապահովում, նույնիսկ բովանդակությունը կարող է չանցնի։ Այսինքն այդ 51%-ը հույզերը, պրոցեդուրալ այդ բոլոր բաները կարևոր են, շատ կարևոր են։ Հաճախ ընդդիմադիր գործիչներին եւ հատկապես կին ընդդիմադիր գործիչներին հարազատները, ընտանիքի անդամները, այսպես մոտ մաթիկ աջակիցներ ասում են, որ գուցե պետք չի այդքան խոսել, գուցե պետք չի այդքան ակտիվ լինել, ձեր ոնց որ գործունեությունից կար դեպք, երբ անգամ ձեր երեխան էր վնասվածք ստացել, լինում է այդպես, որ ձեզ ասեն, պետք չի այդքան ակտիվ լինել, ովքեր են ու ձեր արձագանքը։ Իհարկե, երբ պատկերացրեք, որ երեխայիդ գլխին խփում են, ընկնում եք հիվանդանոց, գլխ ուղեղի ցնցումով։ Դա երբ էր տեղի ունեցել։ Դա տեղի էր ունեցել 2017 թվականին։ Դու էլ ես փորձում ասում ես, որ ամեն դեպքում արդեն քո երեխայիդ են նաև վնասում, երբ գալիս են քո բակում, պայթեցնում են, վառում են քո ամուսնուդ ավտոմեքենան, հատուկ քեզ ինչ-որ ցուցադրելու, ցավ պատճառելու, բայց միևնույն ժամանակ դու հասկանում ես, բա կյանքը առանց այսպիսի փորձանքների եւ հարցակումների էլ վտանգների ու ռիսկերի։ Այո, այդպես է։ Եվ դա չպետք է քեզ կաշկանդի, որովհետև իմ երեխաներն են այդպեսին, ինձանից ավելի առավել պահանջատեր են, այնպես չէ, որ իմ ամուսինս բժիշկ է, բայց նույն ինքն էլ է այդ գաղափարների կրողը։ Դե վերջ ի վերջո մեկը պետք է այս ամենը անի։ Եթե իրենք չեն անում, ապա ես եմ անում, ով կարող է ինձ ասել, որ դու պետք չէ, որ դու դա անես։ Պետք է արվի, չէ։ Այս ամեն ինչի դեմ պետք է խոսվի, ասվի, գործ արվի եւ շատերը պետք է անեն։ Ես կարծում եմ, ես մենակ չեմ, ուրիշներն են կան։ Եվ գուցե ավելի վտանգավոր է լռալը։ Իհարկե, այսքան լռել ենք, որ այսօրն ենք ընկել։ Այսինքն դա ինչ է նշանակում, քանի տարի է, այսքան երեխա են տարեսպանել, բա ոնց են այդ ծնողներ, ցավ է, դեպրեսիան կա, ամեն ինչ կա, ամեն մեկը իր ձևով պատկերացումներով, բայց չի կարելի լռել։ Իրենց դա ընդհանուր մեր ազգի երեխաներին են տարել։ Եվ ոնց ենք մենք լռում, համակերպվում, ինչի համար ենք մենք ապրում, վերջ ի վերջո, ինչի ենք ապրում։ Ոչ ենք ապրում նրա համար, որ պետք է միայն, չգիտեմ, այդ ամենասոցիալականին առաջնահերթ պահանջմունքները բավարարենք եւ վերջ։ Ապրում ենք գաղափարի համար, չէ՞։ Ապրում ենք, որպեսզի տեսնենք մշակութային ինչ-որ բաներ, երաժշտություն լսենք, տեսնենք Արարատ լեռը, դա էլ է, այսինքն նույն Գուրգեն Յանիկյանը, որ գալիս է Հայաստան եւ առավոտն է նկարագրում, ոնց է տեսել Արարատ լեռը, այդ մարդուն ինքը ինչքան է ոգեշնչում, ուժ տալիս այդ ամեն ինչը, բայց մենք դրանով ենք ապրում։ Վերջ ի վերջո կարող ես ոչ մի բան չտեսնել, միայն, չգիտեմ, այդ ամենանվազագույն սոցիալական հարցերը լուծել եւ չապրել։ Այսինքն ապրում ես դրա համար, ոչ թե ապրում ես, որ սոցիալական հարցեր լուծես։ Կարող ես մի քիչ ուտել, կարող ես լավ հագուստներ չկրել, որոշ չափով համեստ հագնել, բայց համեստ չես կարող օգտվել մշակույթից կամ քո հայրենիքից կամ հողից, ջրից, հայրենասիրությունից, մարդկությունից, դրանից դու չես կարող քեզ պակաս քեզ դրկել։ Եղել է հրապարակային ելույթ կամ քաղաքական գործունեության ինչ-որ դրվագ, որի համար հիմա զղջում եք։ Հաշտեք ամեն ինչի հետ։ Այո, ես իմ ամբողջ կյանքիս բոլոր ապրած օրերը ինձ համար
նախընտրելի են եւ եթե հիմա հետ վերադարձնեի, ես նույն բաները պետք է անեի։ Նույնը, ես չէի կարա այլ կերպ վարվեի։ Իրանք բոլորը իմ ապրած օրերը ինձ համար շատ թանկ են։ Ես կարող եմ իրանց հիշել եւ երջանիկ լինել ապրածս օրերով։ Ապրած գործը ինչ որ արել եմ, ոչ մի բանի համար չեմ զղջում։ Երբևէ մտածել եք Հայաստանից գնալու մասին կամ երևի հարցս վերաձևակերպեմ, որ դեպքում կգնաք։ Ոչ։ Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում։ Դուք ամեն անգամ իմ բացակայությունը Հայաստանից, երբ ես առավոտը պետք է արթնանամ, իմ պատուհանից երևում է մեծ Արարատը։ Ես ամեն առավոտ ինքը տարբեր է։ Այն մանուշակագույն կամ կապույտ գույնի Արարատը երբեմն առավոտը այդպիսին եմ ես իրեն տեսնում։ Գիտեք ինձ ինչքան ուժ է տալիս։ Առավոտ ես արթնանում եմ, այդ առավոտ շուտ եմ արթնանում։ Ոչ միտեղ ես այդքան էներգիա չեմ կարող ստանալ։ Ուրիշտեղ եթե երկար մնամ, իմ էներգիան կկորի։ Ես չեմ կարող ապրել։ Եթե ձեր դուստրերը կամ իրենցից մեկը որոշի քաղաքականությամբ զբաղվել, ինչ խորհուրդ կտաք իրեն։ Եթե կուզենան ինձ խորհուրդներ հարցնեն, կտամ խորհուրդներ։ Որը կլինի ուղղորդումը, չգիտեմ, սկզբունքների փոխանցում, կարևոր արժեքի փոխանցում, որ կուզենաք պահպանի, որ ձեզ համար գուցե կարևոր է եղել։ Գիտեք, ջան, իրենք իմ բոլոր երեխաներին դաստիարակել է, մեծացրել է, դպրոց է տարել, բերել է իմ հայրիկը։ Այնքան բան է տվել իրենց, ու ես այնքան երջանիկ մարդ եմ, որ ինքը իրենցից կերտել է մի այնպիսի հայրենասեր մարդ, որ իրենք եւ նաեւ քաղաքական զարգացվածություն իրենք ունեն, ինձ տեսնելով, իմ ծնողներին տեսնելով, իրենց տատիկին տեսնելով, սկեսուրից տեսնելով, ես սկեսրայից չեմ տեսել, բայց իրանք այնքան բան են տեսել, որ արդեն այդ ամեն ինչով իրենք դրանով արդեն հագեցված այդ համալսարանները անցած են։ Մարդկային հարաբերություններ են տեսել։ Շատ բան են տեսել ինձ հետ լինելով, որովհետև այն ինչ որ ես ապրել եմ, իրենք ինձ հետ երեխա ժամանակվանից ապրել են։ Այսինքն իրենց մոտ դա արդեն ամեն ինչը ձայնագրված եկել է, այսինքն դա տեսել են, սովորած, իրենք գիտեն։ Եթե խորհուրդ կհարցնեն, միանշանակ խորհուրդներ կտամ, բայց իրանք շատ բան են տեսել։ Եվ մեծ երեխաներս իրենք իրավաբան են, միջազգային իրավունքի մասնագետ են, եւ այդ նույն միջազգային իրավունքը հարակից է քաղաքականության հետ, շատ զարգացած են քաղաքականության ասպարեզում, այնքան բան են տեսել, քանի ընտրություն են ինձ հետ մասնակցել, այսինքն այդ մասնավորապես իրենք չեն Քարոզ Արշավին մասնակցել, բայց ինձ հետ, այո, իրենք տեսել են, դու ինչ որ տեսնում ես քո տանը, ասում են, չէ, երեխան ծնողների հայրին է կամ ընտանիքի հայրին է, հիմա իրենք տեսել են, ամեն ինչ գիտեն։ Ասում են աշխատող ու կարիերայի մեջ հաջողած կանայք, ովքեր ունեն երեխաներ, երբեմն քիչ ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին, ուցե անկախ իրենց կամքից, ո՞րն է ձեր մոտեցումը սրան, ու ձեր երեխաները ինչպես են մեկնաբանում այդ ժամանակաշրջանը, ձեր այդ քաղաքական գործունեության ամենաակտիվ շրջանը, որովհետև ես նաև ձեր հարցազրույցի մեջ այսպիսի մի միտք արտահայտեցիք, որ հասցրել եք ձեր փոքր աղջկա հետ անել այն ամեն ինչը, ինչ գուցե ավակների հետ ավելի քիչ եք կարողացել անել։ Իրենց մեկնաբանություն այդ հատվածի հետ կապված կյանքի։ Մեծ երեխաներս այս փոքրերին ասում են, ձեր բախտը բերել է, ձեր համար 3 անգամ ինքը սեղանա դնում հավաքում է, ապա մենք ինչ ասում, պատրաստում են, հենց որ այս ձևն ենք մեկնաբանում։ Չգիտեմ իրենցից պետք է հարցնել, են գոհ են ինձանից թե ոչ, բայց փորձել եմ իհարկե իրենցից եմ ժամանակ վերցրել, որը չեմ կարողացել վերադարձնել, դա այդպես էլ կա, բայց միգուցե դա է ճիշտ, այնպես չէ, որ ամբողջությամբ պետք է քո ժամանակը տրամադրես, այնինչ որ ես եմ արել,
իրենք դա տեսնելով միգուցե ավելի շատ բան են ստացել։ Դա նույնպես կարևոր է մարդ ձևավորելու համար, միայն այն չէ, որ պետք է որպես մայր հոգատար լինես հագուստի, դասի, կերակուրի հետ կապված, միգուցե այդտեղ էլ կա, որ թերացել եմ, բան չունեմ ասելու, այդպես էլ կա, թերացել եմ, բայց ես չեմ կարծում, որ մնացած մասերով նույն այդ թերացումները ինչ-որ մի ձև չեմ փոխհատուցել, լրացրել։ Ձեր մեկնաբանությունից մի դրվագ իմ կյանքից հիշեցի, երբ մեծ տղաս դեռ փոքր էր ու ես երբեմն իրեն գուցե երկար ժամանակով օրվա ընթացքում կամ մի քանի օրով միայնակ էի թողնում աշխատանքի պատճառով ու տատիկներ խնամում ու ես ունեի մեղքի զգացում։ Մի օր ինքը այդպես եկավ իմ աշխատանքի հետ կապված ինչ-որ ինֆորմացիա իրեն փոխանցեցի, ինքը տեսավ նկարներ, ինչ-որ պատկերներ եւ դիտվեց ինձ ասեց ես հպարտանում եմ քեզանով ու ես հասկացա, որ պետք չի մեղքի զգացում ունենալ, որովհետեւ ես նաեւ իր կյանքում կամ ու ինքն էլ իմ կյանքում կա շատ, այնպես որ կիսում եմ ձեր նաեւ կարծիքի հետ հարցի հետ կապված։ Տիկին Պոստաջյան, կա անցյալից ձեր ապրած տարիներից ինչ-որ դրվագ, որ այդպես շատ կարոտում եք ու կուզենայիք ամեն դեպքում մի հատ էլ այդ հատվածը կամ այդ պահը վերապրել։ Գիտեք, այնքան եմ կարոտում հայրիկիս հետ շփում։ Այնքան կարևոր է, որ ես այդ շատ կարևոր բան է, որ իմ հայրիկի հետ շփումը ինձ համար շատ կարևոր էր, ու ամենաշատ կարոտը այդտեղ է։ Մեկի Արցախն եմ կարոտում։ Չգիտեմ, մեկ-մեկ արթնանում եմ, ասենց մի աննախադեպ կարոտ։ Այս երկու կարոտները, դեք մտքովի գիտեմ, որ ես իմ պապերը այնտեղ Արևմտյան Հայաստանում են եւ այլն, դա էլ եմ կարոտում ինչ որ տեղեր։ Դա չգիտեմ ինչ է։ Գիտեմ, բայց գիտեմ, որ պիտի կարոտեմ, կարոտում եմ, այսպես է։ Բայց այն, որ իսկակ իմացել եմ, որ հիմա պետքա լսեմ ու չեմ լսում, պետք է տեսնեմ ու չեմ տեսնում, պետք է ձեռ տամ ու չեմ ձեռ տալիս, այդ մեկը Արցախն է, մեկը հայրիկս։ Հետաքրքիր։ Շնորհակալ եմ Տիկին Պոստաջյան, հետաքրքիր զրույցի համար։ Մենք էլի զրուցելու առիթներ ունեցել ենք, բայց այլ տեսանկյունից ճանաչեցի թե ձեզ, թե ձեր մոտեցումները։ Հուսամ մեր հեռուստադիտողներն մեր լսարանն էլ ձեզ նորովի կբացահայտի մեր եթերից հետո։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը քաղաքական գործիչ Զարուհի Պոստաջյանն էր, իսկ ես Զենֆիրա Քավաշյանն եմ։ Կհանդիպենք